Իզաբելա Աբգարյան։ Հարգելի գործընկերներ, շատ կարևոր նախագիծ է իրականում եւ այո Երևանը կարիք ունի անընդհատ ներգրավելու դոնոր կազմակերպությունների միջոցներ Երևանի կայուն զարգացման ապահովման համար շատ մեծ աշխատանքի դաշտ կա իրականում ահռելի նույնիսկ ամոթալի է որ այն քայլերը որոնք միջև հիմա արել են մեծ առումով պիլոտային կարելի է համարել մենք չենք կարող համարել որ մենք ունենք համակարգված աղբի տեսակավորում Երևանում այնքան ժամանակ քանի դեռ բոլոր տեղերում որտեղ դրած է աղբարկը Բաքի կողքը չկա նաև աղբը տեսակավորելու մյուս արգղերը մենք նաև չենք կարող ասել թե ինչ է արվում այդ հավաքված աղբը նույնիսկ տեսակավորված է որովհետև այդ ամենը իրականում փող է ամոթալի է որ մենք մինչև հիմա համարում ենք աղբը որպես խնդիր այլ ոչ որպես եկամուտ քաղաքի համար իրականում աղբի տարբեր տեսակներ կարող են քաղաքին եկամուտ բերել եթե ճիշտ վերանմշակվեն եւ օգտագործվեն մեզ համար անձրևաջուրն է խնդիր եւ մտածում ենք ոնց անենք որ գնա անձրևաջուրը այնինչ անձրևաջուրը պետք է հավաքել եւ օգտագործել թե փողոցները լվանալիս թե այլ ռոպման եւ այլ աշխատանքների համար այս ամենը կայուն զարգացման մասին է որտեղ մենք իրականում շատ հեռու ենք մենք հեռու ենք այնքանով որ այո մենք ընդունվում են որոշումներ թե այս դալիճում թե ազգային ժողովում օրինակ պլաստիկի տոպրակները դարձրեցին վճարովի ստուգել եք որքանով է քչացել տոպրակների կիրառումը իմ դիտարկմամբ շատ քիչ տարբերությունը շատ քիչ է միևնույն ժամանակ դուք վճարում եք պլաստիկ տոպրակի համար բայց անվճար հետը ստանում ես մի ամբողջ փունջ ամեն ինչ մեր սուպերմարկետները դնում են պլաստիկի ամանների մեջ, չգիտես ինչու, եւ դրա դեմ որևէ մեկը չի ուզում պայքարել։ Ավելի շատ մեծ թվով պլաստիկ այդ ամաններից է գոյանում, խնձորից սկսած մինչև թխված քաբլիտ եւ ընդեղեն փաթեթավորում են պլաստիկների մեջ։ Սա աննորմալ է եւ այս քաղաքը խոսում է կայուն զարգացման մասին։ Մենք ապրում ենք քաղաքում, որտեղ մեքենաները առանց կատալիզատորի են։ Եվ դա էլ շատ հանգիստ մարդիկ նայում են եւ որևէ մեկը լուծում չի տալիս։ Մենք խոսում ենք օդի դեպի արտանետումներից վտանգավոր, բայց քաղաքը խցանումների մեջ խեղդվում է եւ մենք ունենք լուրջ լուծումների կարիք այսօր եւ չունենք մինչեւ հիմա 18 մետրանոց ավտոբուսներ, որոնք իրականում թվով ավելի փոքր են, բայց ավելի մեծ ուղևորահոսք են տանում։ Իսկ մետրոյի կայարանն էլ, որը կրկին այդ հարցին բավականին կօգներ, այսպես ասած դեռ օդում կախված է մնացել ինչպես կար։ Հաջորդ խնդիրը, որը քաղաքը չի կարող չնկատել, դա նաև լուսային աղտոտվածությունն է։ Մենք այո փողոցներում փոխում ենք LED լույսեր ենք արել, հա, դանդաղ արտասահմանյան բարելու մթություն է համարյա երեկոյան որոշ փողոցներում, միևնույն ժամանակ լուսավորում ենք շատ ավելի հզոր լուսավորությամբ շենքեր։ Մենք չենք ուշադրություն դարձնում գովազդներին լույսային, նաև այո, վերջի տարիներին պետք է արդարության համար ասել, որ բավականին տարբերություն կա գովազդների մասով, բայց եւ այդ էկրանները կան, այդ աղտոտվածությունը կա եւ ամենակարևորը ինչ է, որ մեր ծրագրերը, որոնք մենք այստեղ հաստատում ենք, թե ազգային ժողովում են հաստատվում, չմնան որպես պիլոտային, որպես երբ գան եվրոպացիք ցույց տանք, որ այս ձևի համար նմուշի համար ունենք, տեսեք, սորտավորման աղբարկը, բայց իրականում մեծամասամբ մեր կյանքը չլինի այդպիսին, չլինի բնության մասին մտածելով եւ մենք տանենք մեր մարդկոցները եւ հեռախոսները, ինչպես նաեւ հեռուստացույցները գցենք աղբարկղները, այնինչ դա վտանգավոր թափոն է։ Այնինչ մենք ծխուկները գցում ենք հողի մեջ, ծխուկ, որը շատ ուշ է, բնության այնքան տարիներ են պետք, որ ծխուկը վերանա։ Մենք տեսնում ենք, որ այդտեղ որևէ մեկը չի տուգանում։ Ցույց տվեք ինձ քաղաքացու, որը ծխուկ գցելու համար տուգանվել է։ Այսինքն թերի, կիսատ, պռատ միջոցներ ենք կիրառում։ Ուշքի չգանք, բնությունը մեզ պատժելու է։